ձեզ շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներից կապված ձեր խոսքը կներկայացնեք եւ այսպես այսօր Սուրեն Պապիկյանը ասուլիսի ժամանակ գովում էր Կարեն Շաքարյանին, որի վերջերս տեղին արցախցիներ, այսպես ասենք, հա, հավաքական միահամուռ ձևով զրկեցին Արցախ հերոսի կոչում, չէ՞։ Այո։ Ինքը մի մարդ է, որը եւս միացել է հայ առաքելական եկեղեցու դեմ բողջությանը։ Խնդրեմ ինչ ունեք ասելու տվյալ անձին եւ նաեւ ինչեր եք առանձնացրել այսօրվա համար։ Իմիջիայլոց այս իրականության մեջ եւ մեր արցախցի հայրենակիցները ամենածանր վիճակում են գտնվում սոցիալապես եւ հոգեպես եւ ամեն ինչով, մեր թոշակառուները ամենածանր վիճակում են գտնվում, իրենք այսպես ցինիկաբար, հեգնաբար ասում են, ինչ 10,000 տանք մեկա չգիտեն ինչ են անելու, 20,000 տանք մեկա չգիտեն ինչ են անելու, խնդրեմ։ Բարև ձեզ, բարև բոլորին, շնորհակալություն հրավերի համար, ուրեմն 26 թիվը սկսեց, որ ասում եմ մենք հետևելով, տեսնելով ներկայ իշխանության կողմից շարունակական կամ 25 թիվի ժամանակ կամ 26 թիվը, որ եկավ, ոչ մի տարբերություն չկա։ Ներկայ իշխանության կողմից շարունակում է պառակտում հանրության մեջ, ներկայ իշխանության կողմից շարունակվում է քարոզչական այդ մեքենան ավելի գեներացնել, ավելի բանանել, որ ասում է լայն հանրային լայն բան ունենա, այդ թե ճնշումը, թե ինչ որ գործունեություն է, բոլորս գիտենք ինչի համար է դա անվում, բոլորս գիտենք ինչի ում կողմից կամ ինչ կենտրոնների կողմից է խոսքի բոլոր այդ ուղղորդվում։ Դրա նպատակը ներկայ իշխանությունը վերընտրելու իրենց բանն է, ամենակարևոր աշխատանքն է, ուղղությունն է, որ աշխատում են, այսօրվա իրավիճակում ժողովուրդ ձեզ ինչ խոսք են տալիս, կամ ձեր հետ շփվում են, կամ ինչ կեղծ սուտ թեզեր են ներկայացնում, նորից եմ ասում, դա ձեր հետ, Մայր Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեցող բաներ են, որովհետև մինչև 26 թիվը մենք տեսանք ներկայ իշխանության այդ տարիների ժամանակահատվածում ղեկավարման պատասխանատու այդ ժամանակահատվածում մենք ինչի հասանք բերին մեր ինչ մեծ աղետների մեր ազգի ժողովրդի գլխին, ասելիքս ինչ է, այդ պառակտման հիման վրա մենք կործանեցինք Արցախը, բաժանեցին, արցախցիներին առանձին, արցախցիները թող իրանք առանձին պայքարեն, արցախցիները թող պահեն Արցախը, արցախցիների ամեն ինչ կապված էր պառակտման հետ բան արած, իրենք դա բոլորը բան արեցին, հանրության մեջ մտցրին, ժողովրդի մեջ, ժողովրդի մոլորության մեջ բան արեցին, մտցրին, քաշեցին ու ընդհանուր արդյունքները մենք տեսանք, որ շատ դաժան, շատ կործանարար, շատ ծանր հետևանքներ ունեցավ։ Այսօր շարունակական նույն գործողությունը ներկայ իշխանության կողմից շարունակվում է Մայր Հայաստանի շուրջ։ Մայր Հայաստանի շուրջ այսօրվա իրավիճակում մենք տեսնում ենք, որ ոչ մի բարենպաստ, ոչ մի վաղվա լավ խոսքի բաների, ապագայի կամ էլ ինչ որ ձևակերպումների, մարդկանց ապրելակերպի հետ կապված կամ ընդհանուր մեր ազգային կարևոր պատմական նշանակություն ունեցող այդ սկզբունքների ոչ մի բան չունի, առնչություն չունի ընդհանրապես սրանց մոտեցումը։ Սրանց մոտեցումը բոլորովին ոնց որ միշտ եղել է պաշտոն պահելն է, պաշտոնի իրենց աթոռը պահելու համար գնան ամեն մի դաժան կամ ամեն մի ստոր քայլի, ընդհանրապես կապ չունի, թե արդարության մասին է խոսքը գնում, թե արժանապատվության մասին է խոսքը գնում, թե ինչ որ հեղինակավոր մարդկանց մասին է խոսքը գնում, սրանց համար ոչ մի բան գոյություն չունի։ Սրանց համար մենակ իրենց աթոռն է, մենակ իրենց վաղվա նորից վերընտրվելու այդ կարևորությունն է, նշանակությունն է, ինչի համար, որովհետև սրանք զոհ են։ Սրանք արդեն դարել են ամբողջովին, լիովին մի քանի կենտրոնների կողմից սենց խաղարկացնող սենց կերպարներ։ Սրանք ոչ որոշող են, սրանց ոչ հայ ազգի հայ ժողովրդի վաղվա ապագան կերտողն են կամ որոշողն են։ Սրանք ընդհանրապես ոչ մի բան իրենցից կախված չկա։ Սրանք ամեն ինչ անում են հաշվի առնելով իրենց բացթողումները, հաշվի առնելով իրենց իրականացրած դավաճանությունները, հաշվի առնելով իրենց պարտություն կրած կերպարները, սրանց միայն փրկությունն է վերընտրվելը
միան փրկությունն է վերընտրվելու ու շարունակական տարիների ընթացքում փորձեր անել, որ այդ մեղքերը, որ իրան գործել են սեփական ազգի ժողովրդի նկատմամբ, մի ձևի խոսքի կարողանան խուսափել կամ ես չգիտեմ ինչ են մտածում սրանք, բայց դա պատմական դավաճանները սև տառերով գրած է պատմության էջերի մեջ, ամեն մի հայ, ամեն մեր հայ ժողովրդի, ամեն մի մարդու գիտակցաբար գլխում մենք գիտենք բոլորս այս իրավիճակում ինչի հիման վրա ենք հայտնվել, ում մեղքերով կամ ինչ հանցագործության իրականացնող թշնամու հետ իրականացող ներկայացուցիչների հետ։ Ժամանակը կգա մենք բոլոր դրա, որ ասում եմ, պատասխանները կունենանք։ Մի հատ ուզում եմ առանձին անդրադառնամ այս թե վերջի ժամանակներն է, թե ընդհանուր այս տարածաշրջանում իրադարձությունների փոփոխություններն է, մարդիկ փորձում են մեղքերը մեղավորներին խոսքի կամ մեղավորությունը բրթել կամ ուղղել լրիվ ուրիշ ուղղության վրա, հաշվի առնելով որ արևմուտքի կողմից սրանց բերած իշխանության, արևմուտքի խոսքի աջակցությամբ, արևմուտքի հետ իրենք խոսքի այդ բանակցություններն է, այդ գործողության պրոցեսներն է, հայ ազգի ճակատագիրն է, մեր ժողովրդի վաղվա այս տարածաշրջանում կարևորություն, որ ասում եմ, ամրագրելն է, իրենք բոլոր այդ համաձայնությունները կամ այդ որոշումները կայացնում են արևմուտքում, Եվրոպայում։ Բոլոր այսօրվա իրավիճակում Արցախի կործանումը եկել է, ծնվել է արևմուտքից դեղ համաձայնության, Պրագայի այդ իրադարձությունները, որտեղից ինքը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, դրանից հետո շարունակական այդ Արցախի ամբողջովին կործանումը էլի համագործելով արևմուտքի հետ, էլի նույն հետևանքները էլի բոլորը շահեցին բացի հայ ազգը, հայ ժողովուրդը։ Ու շարունակական այս նոր վաղվա ինչ որ ծրագրեր իրականացում, միտեղ անունը դրած խաղաղություն, միտեղ անունը դրած բարենորոգում կամ ինչ որ բան, որ ասում եմ, ապրելակերպի կամ լավ իսկական խոսքի նոր Հայաստան, ես չգիտեմ, սրանք ամեն օր մի բառ են հորինում, բայց իրական սկզբունքները կամ հիմքը սրանք բոլորը բան են անում, միացնում են այդ վաղվա լավ ապագայի հետ կապված, որը էլի թելադրում է արևմուտքի կողմից։ Ժողովուրդ, ես առանձին խոսքի անձնական բան չունեմ, թե արևմուտքի, թե արևելքի, թե տարբեր երկրները, բայց այն տարածքում, այն շրջապատում, որ ինչ որ հարցեր է որոշվել իմ ժողովրդի, իմ ազգի հետ կապված, ու դրա արդյունքում մենք ունեցել ենք ողբերգություն, մենք ունեցել ենք մեծ գործանում, մենք ունեցել ենք միջև օրս էլ ծանր իրավիճակը, որում հայտնվել ենք, ես ընդհանրապես այդ ձևի տրամաբանություն եմ բանանում, հաշվի առնում այդ համատաբար բանը, գործնեության խոսքի ճանապարհը, որ երկրների հետ կամ ինչ պետությունների հետ կամ ինչ ուղղությամբ դա զարգացնելը։ Ներկա իշխանությունը ինչ որ փորձում է այդ իրավիճակը իրանց մտածելաձևով բանանի, ձևակերպի, դա չելնող բան է, դա չստացվող բան է, որովհետև ներկա իշխանության ծրագրերը, որը մշտական միշտ այս նույն ձևի, որ մինչև ընտրությունները էլի նոր ծրագրեր, նոր խոստումներ, մինչև էտել ինչ ներկայացրած ծրագրեր եղել է, ինչ ներկայացրած բաներ եղել է հայ ժողովրդի, մեր Հայաստանի, մայր Հայաստանի, այն ժամանակ Արցախին, Սուրբ Արցախի հետ կապված, բոլորը ձախողվել է, բոլորը կործանարար բաներ է բերել մեր ժողովրդի, մեր ազգի գլխին։ Հիմա ձեզ մի հատ հարց տամ։ Այս գալիք ընտրություններում սրանց տված հոսքային խոստումներն է կամ այն կոչերն է, ինչով է տարբերվելու կամ էլ ինչով է բանանելու այն անցած տարիներից, ոչ մի բանով, ինչի համար, որովհետև նույն մարդիկ են, նույն ղեկավարներն են, նույն սուտասաններն են, հիմի մարդ, որ մի քանի անգամ դավաճանություն է արել, չի պատժվել։ Հիմի մարդ, որ մի քանի անգամ խոսքի իր ազգին տարել է, որ ասում է կործանման։ Հիմի մարդ, որ ահագին ժամանակ իր ժամանակահատվածում մենք մեր պատմության մեջ ամենասևոտ օրերը, ամենաշատ սևոտ օրերն ենք տեսել։ Այդ մարդը կամ էլ այդ
ղեկավարները 26 թվի ընտրություններով կամ ընտրություններից հետո կամ իրաց վերընտրելուց հետո ով է շահելու ստե ինչով ենք մենք ինչ ենք շահելու որ սրանք բերել են մենակ ողբերգություն նորից եմ ասում սա այն բարերս չի ազգը իր վրա զգացել է երրաբլուրից սկսած Սուրբ Արցախով այդքան փախստականներով այս տարածքային ամբողջականության բանը որ ասում ինչ որ հատվածը Ադրբեջանի ձեռու միջովորոց գտնվելով ինչ տրամաբանություն էլի պիտի խոսքի մեր հետ կատարվի որ մենք այլ ձև ուրիշ ձև մտածենք որը բարեր կամ մտքեր կամ ինչ որ ուղերձներ լսում եք էլի նույն մարդկանց բերանից ամեն մեկիդ որոշումն է նորից եմ ասում վաղվա օրը ամեն ինչ մենք այսօրվա իրավիճակում ինչ անում ենք մենք անում ենք մեր երեխոց համար մեկ էլ վաղվա սերունդի համար չէ հանուն իրենց ենք հանում չէ հիմի որ միջև օրս ինչ եղել է ինչ պատահել է դժվել են մեր երեխեքը դժվել են մեր հարազատները դժվել են մեր բոլոր որ ասում են հասարակության են գլխավոր դերակատար են պատասխանատու ներկայացուցիչները սրանից հետո նորից եմ ասում մեզ էլի է ինչ որ ավելի վատ բաներ պետք որ մենք իրականում հասկանանք ինչա կատա մենք արժանի ենք լավ կյանքի մենք արժանի ենք արժանապատիվ կյանքի մենք արժանի ենք իրական հայ լինելու մենք արժանի ենք հայ այն իսկական հայի տեսակետ այդ նամուս թասիբ ունեցող այդ կերպարին ես դրանով եմ առաջնորդում ես չգիտեմ մնացած մարդիկ ինչով են մտածում կամ լավ ուտելու փորկ ստանալու կամ էժան ապրանքներ բերելով որ կարողանան առևտուր անեն փող աշխատեն ես այդ տրամաբանությունը չունեմ եթե միած ժամանակահատվածում Արցախայությունը գտնվելով այդ բլոկադայի մեջ այդ սովի այդ ծանր իրավիճակում իրենք ընտրել են արժանապատվությունը իրենք ընտրել են Սուրբ Արցախը իսկական որ ասում հայի այն թասիբ ունենալու բանը առաջնային այդ արժանապատվությունը այսօրվա իրավիճակում Սուրբ Արցախը ինչով է տարբերվում Մայր Հայաստանից նույն տարածքային ամբողջականությունն է եղել նույն մի ազգն եք մի ժողովուրդն եք այս ժամանակում մենք պիտի գնանք այդ առևտրական այդ վաճառական այդ էլի նորից էլի որ մարդկանց այդ սուտ թեզերով շեղելու իրականությունից դու գիտեք այդ առևտրի տակ ինչեր է դու գիտեք այդ բենզինի տակ կամ էլ ալյուրի տակ ինչեր կա ձեր երեխոց որ ասում այս զահա կորցրած հարազատների արյունը կամ մեր այն սուրբ հողերի կորցրած որ ասում այդ ցավոտ պատմական էջերը հիմի դուք ամեն մեկը հայ լինելով գիտակցելով դուք իրոք մտածում եք որ արժանի է խոսքը այդ ալյուրը կամ բենզինը որ մարդիկ էլ ասում են դե էժանա կամ էլ հիմի գնաք թանկ առնեք այո գնացեք թանկ առեք հաշվի առնելով ձեր կյանքի թանկությունը ձեր հայ լինելու թանկությունը ձեր իրական հայ կերպար լինելու թանկությունը այդ դա ավելի ջերնպատակ դարձրեք ոչ թե բենզինի կամ էլ ինչ որ բանի արժեքների բանը էժանությունը կա բայց չեք հիշում 90-ական թվականներին ամբողջ ազգովի ոնց էինք մենք այդ որ լույս չկար գազ չկար ոնց հաղթահարեցինք ոնց ամեն ձևի համախմբած մենք այդ բացի այդ հաղթահարումներից հակահարված տվեցինք հաղթանակներ ձեռք բերեցինք բա դա ինչի իման վրա է եղել որովհետև առաջնայինը եղել է ազգային իմաստ ունեցող այդ սկզբունքը որովհետև առաջնային եղել է հայ լինելու հպարտությունը որովհետև առաջնային եղել է միշտ մեր քրիստոնեություն որ ասում հավատքի որ ասում առաջնային բանը առաջնային լինելը այդ դա է որ ասում կապ չունի ազգության մարդկային արժեքների սկզբունքային հզորությունը այդ դա է ամեն մարդու մեջ չարցնելով ազգությունը ամեն մարդու մեջ գնահատում հիմի մեկ ես եկել հասել մի հատ իրավիճակի որ մեզ ուզում են տանեն մի հատ ուղղության մի հատ ճանապարհով որ մենք ընդհանրապես չունենք դրա հետ զուգահեռ բանել չունենք դրա հետ վաղվա օրը մենք որ մտածում ենք լավ ապրելով մտածում ես առաջերտին ուզում եմ հայ լինեմ որ հետո լավ ապրեմ առաջերտին ես ուզում եմ քրիստոնյա լինեմ որ հետո լավ ապրեմ առաջերտին ես ուզում եմ բոլոր իմ անցած են հզոր են երեխոց են որ իմ մեր բոլորի համար որ կյանքին զոհաբերել են արժանապատիվ իրենց անունը փառք ու պատիվ միշտ բարձր պահելով այ ես որ լավ ապրեմ իս լավ զգամ լավ ապրելու որ փող աշխատենք որ ունևոր լինենք կամ ունենանք այն հացը որ ուտում ենք մենք այդ դա ուտելու ընթացքում մտածենք մենք այն որ մենք արժանապատիվ հայ ենք որ կարողացել ենք բոլոր են մարդկանց բոլոր են տղորցը բոլոր են հերոսներին ովքեր իրենց նվիրաբերել են հանուն հայ մնալու հանուն հայ ապրելու հանուն
ազգային որ ասում եմ արժեքներ ունեցող այդ սկզբունքների բանով հիման վրա մենք դրա շարունակողն ենք, մենք դրա հետևորդներն ենք, մենք վաղվա օրը մեր վաղվա խոսքի ապագա սերունդին կարողանալու ենք փոխանցենք, բայց մենք այսօրս որ ոչ մի բան չանենք, վաղվա ապագա սերունդին մենք ասելիք չենք ունենալու, մենք չենք կարողանալու իրենց օրինակելի լինենք, ոնց որ մեր հերոսներն են մեր համար այսօր օրինակելի եղել։ Այսքան մտքերը ասելով ես ուզում եմ անդրադառնամ այդ մեր Արցախի այդ հերոսի կոչումից, որ զրկել են կամ էլ իր անցած ճանապարհից, ես գիտեք անձամբ այդ մարդուն չեմ ճանաչում։ Ես լսել եմ, ես խոսքի, բայց անձնական խոսքի չեմ ճանաչում, բայց այն պահվածքը, այն դրսևորումը, որ ինքը որպես հերոս, տղա ջան, դու քո հերոսությունը ստացել ես որտեղ Սուրբ Արցախում, չէ՞։ Դու քո հերոսությունը ստացել ես ինչ շրջապատում, այդ հզոր տղորց, այդ մի մասն էլ զոհաբերած այդ տղորց կողքին, չէ՞, միասին, չէ՞։ Լավ, ամեն ինչ հասկացանք, բայց այսօրվա իրավիճակում Արցախը չկա, Արցախի եկեղեցիները չկան, բոլորը դավաճանած, վաճառած, այս ներկա իշխանության բաստողումներն է, դավաճանությունն է, հանցագործություն, չգիտեմ, ամեն ինչ որ ասում է սրանց բան անում, որ ասում է ասելու։ Դու գնում ես այդ մարդկանց շարքերում կաղնում, դու գնում ես այդ մարդկանց հետ քայլում, դեմ եկեղեցուն, ընդդեմ խոսքի, որ դու ուրեմն կողմնակից ես, որ Արցախը հանձնվել է, դու կողմնակից ես, որ այսօր եկեղեցին պառակտվում է, դու կողմնակից ես, որ ես ասելիքներ չունեմ, քո ընկերները, որ ասում եք, այդ բարձր պաշտոնյա ընկերների մի մասը նստած են, դու ինքդ լավ ճանաչում ես իրենց։ Իրենք տեսնում ես, չէ՞, ինչ տղեկ են, չկոտրվեցին, չգնացին այն գործողություններին, չգնացին այն հրամաններին, դրա համար իրենց էլ ձերբակալեցին, դրա համար իրենց էլ, որ ասում այսօրվա իրավիճակում իրենք հայտնվել են, բայց իրենք ամենակարևորն են պահպանել, իրենք միշտ մնալու են մարդ, իրենք միշտ մնալու են հերոս, իրենք միշտ մնալու են օրինակելի առաջնորդ, իրենք միշտ մնալու են իրական հերոս։ Մենք որ այդ բարերը մտքերը հակառակ բանով ձեր նկատմամբ եք ասել կամ հանրության մեջ տենց մեծ դա ազնական խնդիրի հետ կապված չի։ Ես ասում եմ, ձեզ չեմ ճանաչում։ Ու Արցախի մեծամասնության հանրության ժողովուրդը չի ճանաչում, բայց ձեր պահվածքը, ձեր դրսևորումը, ձեր այդ ձևակերպած, չգիտեմ, այն հարցի պատասխանն է, թե ընդհանրապես ձեզ այնտեղ տեսնելը մեր բոլոր մեր արցախցիների համար եղել է ամոթանք։ Առաջ եկին, դու արցախցի լինելով, ես արցախցի լինելով, իմ համար եղել է մեծ ամոթանքի բան։ Բացի դրանից, եստեղ արդեն մի ձևի, որ ասում է ահագին ժամանակ մտածում էինք ընդհանուր հայ ժողովրդի մեջ այն, որ ասում է այն լավ տեսակի, վատ տեսակի կամ ստոր տեսակի, սրիկա տեսակի, ես որ միշտ ասել եմ ժողովրդի նորից եմ ասում, ինձ համար տարբերություն չկա խոսքի սյունեքցի, արցախցի, հայաստանցի խոսքի տարբեր։ Ինձ համար կա երկու հատ բան, հայի լավ տեսակը, հայի սրիկա տեսակը։ Այդ երկու տեսակը մարդեությունն է իրան դրսևորում։ Ով ոնց որ իրան դրսևորում է, հանրությունն էլ ժողովուրդն էլ գնահատականը տալիս են։ Հիմին այս իրավիճակում մարդիկ որ չեն դիմանում այդ բաներին, չգիտեմ, որ գնում եք համագործակցում ներկա իշխանությանը։ Ես ոչ թե ասում եմ դա ինչ որ մեկի մոտ ստացում է, հարց հացակում, ինչ սկզբունքներով եք գնում։ Եթե դուք մի ժամանակ կարող եք նույն մարդիկ էլի զոհ դառնայիք այս ներկա իշխանության սխալ որոշումներով կամ իրենց այդ որ ասում է թուրքական մոտեցումներին, հենց ինքներդ էլ կարայիք զոհ դառնայիք, չէ՞ դրան։ Բայց այսօր ձեզ ինչ ստիպեց, որ գնացիք այդ ներկա իշխանության հետ այդ կարևոր պատմական նշանակություն ունեցող այս ժամանակահատվածում գնացիք այդ ձևի խոսքի գործարքի։ Ես դա գործարք եմ անվանում, գիտեք ինչի համար։ Դա ընդհանուր տրամաբանության մեջ չի մտնում, որովհետև այստեղ մի շահ պիտի լինի, այն մարդիկ այսօր որ համագործակցում են, շահ պիտի ունենան, որովհետև դու անտեր, անտուն, անհայրենիք մարդ, մնացած մարդը ո՞նց կարող է գնա այն մարդու ձեռով, ով որ դու անտուն ես մնացել, դրա հետ նորից ձեր սխմի կամ համագործակցի։ Այստեղ մենակ կա շահը, այս շահն էլ խոսքի կամ փողի կամ պաշտոնի հետ կապված բան է։ Դե մի դուք գնացեք մտածեք, բոլորը, մենակ ձեզ չեմ ասում, առանձին խոսքեր առանձին են իրաց դրսևորած մարդկանց, ահագին շատ ստվերային կան
ավելի վտանգավոր սրիկաներ։ Հենց Արցախահայության մեջից էլի իշխանության այդ ոլորտից կամ էլ կան, բոլորս էլ տեղյակ ենք, ովքեր այսօր ստվերային սրիկայության պատոնիկների ձևակերպումով էլի համագործակցում են ներկա իշխանության հետ։ Ու նույն հարցերն ձեզ եմ տալիս։ Ձեր տունը, տեղը, ձեր հայրենիքը, ձեր հողը, ձեր սրբությունը վաճառած իշխանության կամ ղեկավարների հետ դուք ո՞նց եք գնում ձեր սեղմում կամ համագործակցում։ Ասում եմ նորից փողի հաշվի կամ էլ շահի հետ կապված, կամ էլ պաշտոնի հետ կապված։ Դուք ձեր մեր համար ընդհանրապես գոյություն չունեք։ Դուք ոչ եթե արցախցի է, դա իրավունք չունի իրեն արցախցի անվանել, եթե ինչ-որ տարբեր տեղերի ներկայացուցիչ ընդհանրապես հայ էության կերպարով դուք իրավունք չունեք ընդհանրապես բան անեք։ Կյանքի ժամանակը ծանր ժամանակ, այդ դրա համար եմ ասում, ամեն մարդու երես պատռում է, ով ինչ իր կյանքում, որ ասում է, փորձել է ներկայացնի, իսկական իրավիճակում ցույց է տալիս ով է։ Հիմա նորից ասեմ, գնացեք բոլորդ էլ մտածեք ինչի ինչոց է։ Եկեղեցու հետ կապված էլի անդրադառնալով այն փորձերը, այն գործնեությունը իշխանության կողմից, որ ուզում են բանանեն, գեներացնեն դա հանրության մեջ այդ եկեղեցու նկատմամբ, դա բոլորովին բանա, կործանված է։ Եկեղեցին, սրանք միջև օրս էլ չեն հասկանում եկեղեցին ինչ է։ Սրանք միջև օրս էլ չեն հասկանում հավատքը, քրիստոնեությունը ինչ բան է։ Սա վերցրել սարքել են մի հատ էլի ինչ որ առևտրի կամ էլ ինչ որ կոչերի, բաների, խոսքերի, մտքերի։ Սրանք այնքան հավատքից հեռու մարդիկ են, այնքան եկեղեցուց հեռու մարդիկ են, սրանք որ եկեղեցու գնալով, վերջի ժամանակները շատ մոմեր վառելով, ծնկի գալով, կամ էլ ինչ որ բաներ, որ ասում է կարևորացնելով, սրանք գիտեն թե փրկությունը դրա մեջ է։ Սրանք գիտեն թե որ հավատ կամ քրիստոնյա լինելը հենց դրա մեջ է։ Սրանց մոտ այս բանն էլ այնքան պղծված կեղտոտ ձևով է ներկայացնում հանրությանը, որ պարակտում է մտցնում, ատելություն է մեկից նկատմամբ բանանում, գեներացնում։ Սրանք ինչ անում են, մեծ ատելության աղբյուր է դառնում։ Լավ բան, որ ասում է բարենորոգման մասին, սրանց հակառակ ինչ անում են, ատելության աղբյուր է, մեծ ատելության, եկեղեցողությամբ ատելության աղբյուր է, հայրենիքը պաշտպանելու համար ատելության աղբյուր է, ինչ արժանապատիվ հայ լինելու համար բան է, որ ասում է մարդու գլխին սարքում կամ բան են անում, բարերար լինելու համար դա ամենավատ բանն է, մարդկանց ձեռմեկնել օգնել կամ ես մեկ եմ ուսու դա վատ բան է, դուք պատկերացնում եք սրանց Այն հայի լավ կերպարը, այն հայի ամենաիսկական արժանապատիվ կերպարները սարքել են հակառակ բանով, խոսքի փորձում են հանրության մեջ մտցնեն, որ ժողովուրդ խոսքին բարերարներ ունեք, ամենահզոր մի հատ մեծ հզոր, մեծ անվան տակ հայ մարդ, որը գտնվում է այսօր Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանը, նման հզոր մարդուն, որ ահագին տասնյակ տարիներ զբաղվել է բարեգործությունով, դուք Ռուբեն Վարդանյանի բերանից լսած կաք, որ ինքը նստի իր բարեգործությունների մասին պատմի։ Մենք գիտեինք, տեսնում էինք ու ընդհանուր իր բոլոր ժամանակահատվածներում էլ մենք տեսել ենք այդ մարդը ինչ ձգտումներ արել, ինչ ներդրումներ արել, ինչ նպատակներ, պլաններ ա եղել հետագա իր, որ ասում է, գործողության բանը Մայր Հայաստանում։ Բայց մի անգամ տեսել եք, որ Ռուբեն Վարդանյանը դուրս գա իր բարեգործության մասին պատմի, հպարտանա կամ էլ ինչ որ չի ասել։ Դա ասել է որպես ինքը հայ իր պարտականություն, պարտ կամ էլ իր դա ուրախության առիթ է, որ ինքը այսօր հնարավորության այդ ժամանակները հնարավորություն ունեցել արել է, բայց այսօր մենք ոնց ենք տեսնում այդ մարդուն ու որտեղ ենք տեսնում կամ ինչի որ ասում եմ ինչ սխալ որոշումների մարդկանց մեղքով Կան անդրադառնանք Սամվել Կարապետյանին, նույն մարդը, այսքան բարեգործություններով, այսքան էս իր որ ասում եմ ամեն մի իր ուժերով նորից եմ ասում, այդ մարդիկ, որ այդ մարդկանց անունները տալիս եմ, դրան այդ մարդկանքն են, որոնք իրենց ուժերով են տարբեր տեղեր, տարբեր երկրներում, տարբեր մթնոլորտում կարողացել իրանց էությունն է, իրանց հզորությունն է, իրանց գիտելիքները ու ամբողջովին դրա հիման վրա էլ ձեռք բերեն այդ ձևի, որ ասում եմ, մեծ հեղինակություն։ Այդ մարդը նույնն է Սամվել Կարապետյանը, մի օր տեսակ կակ նստի իր բաներին, որ բարեգործություններից մասին խոսա ու դրան որ ինչ որ բան անի։ Չկա չէ տենց բան, որովհետև իրական բարեգործը, իրական մարդը, իրական հայը ինքը իրականության մեջ երևում է միշտ անելիքներով, իր առած գործով։ Ու ես դրա հակառակ բանը ասեմ, ինչքան ունենք մեծ էլի մեծահարուստ, մեծ, որ ասում եմ, ունևոր մարդիկ։ Նույնն էլ Մայր Հայաստանում քիչ ունենք,
բախի չեն երևում։ Բախի չեն իրանք էլ իրենց դες դրսևորում։ Նույնն էլ դրսում սփյուռքում, ամեն մարդ ու բան չի իրան դրսևորի, ունևորի մասին եմ խոսում։ Ձերք բերած հեղինակություն, մեծահարուստ այդ կարգավիճակում գտնվող մարդկանց մասին եմ ասում։ Ամեն մարդու տղայություն չի, ասձեր աչքերին եմ ասում։ Համ կարողանա համ բարեգործություն անի, համ փող վաստակի, համ հարուստ լինի, համ իր ազգի էությունը հայ լինելը միշտ որ ասма վերին բանում պահի։ Բայց դուք ինչ այսօր ինչ եք անում։ 2 լիտր բենզին եք բերում, ժողովրդին առավոտի ցիրիկուն, թե ժողովուրդ բենզին եք բերել էժան, բայց դա ոչ բարեգործություն է, ոչ ինչ որ մի հատ լավություն է, կամ էլ ինչ որ մի հատ դուք դա մեր համար ավելի վիրավորական անձամբ ես ինձ վրա իմ կարծիքս եմ ասում։ Ես եթե թշնամու ձեռքից մի հատ բան եմ վերցնում, կամ էժանել լինի, նվերել լինի, դա ես վաճառում եմ իմ հայրենիք, առաջ հերթին ես վաճառում եմ իմ Արցախս, իմ ընկերներից զոհաբերած, իմ բոլոր ինչ սրբություններն եմ ես դա վաճառում եմ, եթե ես դա վերցնում եմ թշնամուց։ Այդ տարբերությունը դրա մեջ է, այն մարդկանց մեջ, որ ոգևորում են էժան, թշնամուց ստացած էժան ապրանքի մեջ, իմ նման մարդկանց մեջ, որ ես դա ընդունում եմ որպես վիրավորանք, որպես վաճառել իմ որ ասում եմ սրբությունները։ Թշնամու մասին է խոսքը գնում, ժողովուրդ էժան լինելու մասին չի խոսքը գնում։ Այդ էժան ապրանքը ով է բերում, ում ձեռքից ենք մենք վերցնում, հարցը դրա մեջ է։ Հասկանում եք դուք։ Միատազգության մեջ տես բան չկա, մենք արժանապատվությունը մեր որ ասում եմ ինչով ենք մենք մի բան պիտի լինի, չէ՞ որ համատաբար տարբերվենք։ Համատաբար տարբերվերն էլ հենց այդ բանի մեջ է, որ մի դավաճանեք, սրբապիղծ մի եղեք, արժանապատիվ ձեզ պահեք։ Այդ տարբերությունը դրա մեջ է։ Մի վախեք, որ սովից կկոտորվենք, ոչ մի անգամ էլ չենք կոտորվի։ Մենք այնքան ազգս այնքան դժվարություն ծանր բաներ ա տեսել, որ սա մեր համար ինչ մտավախության բան կա։ Ծանր ժամանակները մենք պիտի կարողանանք հաղթահարել, ոչ թե հարմարվել։ Որ հարմարվեցինք, այդ դժվարությունը կրկնապատկվելու է։ Մենք մոռացանք մեր անցյալը, այդ նույն բանը ավելի մեծ մասշտաբով մեր գլխին գալու է, որովհետև մենք գործ ունենք թշնամու հետ, պատմական թշնամու հետ մենք գործ ունենք։ Այս բոլոր խոսքերս, մտքերս ասում եմ ամբողջ հայ ազգին, ամբողջ հայ ժողովրդին։ Ժողովուրդ, եկեք մենք ազգովի եկել է մի հատ ծայրահեղ իրավիճակ, որ մենք պիտի իրական գիտակցաբար հասկանանք, մեզ ինչ է սպասում, բացի սպասելիքներից, մեր էությունով, մենք հայ լինելով, եկեք մենք արժանապատիվ մեռնենք, ապրենք, արժանապատիվ ապրենք։ Ամենահզոր մարդկային հիմքերը դա է։ Եվ ընդհանուր այսքան բառերը ասելով, նորից եմ ասում, գալիք ընտրությունների հետ կապված է։ Եկեղեցու նկատմամբ այս չարիքները, որ բաներ են անում, կամ էլ են մարդիկ, որ դավաճանական անցել են, դրանց ուշադրություն մի դարձրեք, այսօրվա իշխանության կողմ ով համախմբվում է, կամ այն ներկայացուցիչները, ովքեր գալիս են այդ պրոցեսներում մասնակից, նորից ասեմ, դրանց տակը կեղտ կա։ Դրանց տակը կեղտ կա, որովհետև կեղտերը միշտ կեղտերի հետ են քայլում։ Կեղտերը միշտ այդ պղծվածները միշտ պղծվածների հետ են, որովհետև ուրիշ մորթոլորտում դրանք չեն ընդունում, չեն բանանում։ Հիմա այսօր մենք ազգովի ամբողջովի ինչ ընտրության առաջ են կայանած։ Գնանք տապալենք եկեղեցի, գնանք թշնամու հետ առևտուր անենք, մոռանանք բոլոր մեր անցյալը ինչ կա եղել է չկա, իրական պատմությունը թողնենք գնանք սրանց ասած այս հիմար նոր պատմության մասին խոսենք, նոր պատմությունը դուք չեք գրելու, նոր պատմությունը եթե ուզեք գրեք, թուրքն է գրելու, ձեր նոր պատմությունը թուրքն է գրելու, բայց մեր պատմությունը պահպանելու համար ու շարունակելու գրելու համար մենք պիտի սա այս իրավիճակից արժանապատիվ դուրս գանք, հաղթող դուրս գանք։ Հաղթող արժանապատիվ դուրս գալու համար նորից եմ ասում ամեն հայի մեջ արժանապատվությունը, ինքնասիրությունը հայ լինելը վերականգնելն է ու ավելի հզորացնելն է։ Ես ուրիշ ասելիք չունեմ։